Տնային մուկն ու դաշտամուկը, լատիշական հեքիաթ։ Ամռան մի տաք օր տնային մուկը դուրս է սողում իր բնից և վազում Սիլդրիվուա իր ազգական դաշտամկան մոտ։ Բարև, ճանաչում ես ազգականիդ։ Բարև, ինչպես կարող եմ չճանաչել քույրիկս, շատ ուրախ եմ, որ հյուր ես եկել, ճանապարհը գիտեիր։ Ինչի պիտի մոլորվեի, ավելի լավ է ասես քույրիկս, թե այս մազմզոտ կույտն ինչ է։ Դա իմ հատիկն է ծլել, իմ միակ կերակուրը, պատասխանում է դաշտամուկը։ Տնային մուկը թաթերն իրար է խփում։ Վայ Աստված իմ, ես սովից կսատկեի այս տեսակ ուտելիքից։ Այ քույրիկ, իմ կերածը բոլորովին ուրիշ է։ Նախաճաշին միս, ճաշին ճարպ, ընթրիքին կաթնասեր։ Եվ այս բոլորը գտնում եմ խոհանոցում։ Հենց որ բնիցս դուրս եմ գալիս, իսկույն գտնում եմ խոհանոցում։ Միթե կարելի է իմ կյանքը քոնի հետ համեմատել։ Արի ինձ մոտ, միասին կապրենք։ Լավ, կգամ քույրիկս, կգամ։ Եվ ահա, գիշերը փոքրիկները դուրս են գալիս հատիկի անցքից և հարցնում Ծղրիդին. Ծղրիդ, այ Ծղրիդ, կատուն տանն է։ Տանը չէ, գնացել է Ռիգա մկան կաշիները ծախելու, պատասխանում է Ծղրիդը։ Ուրեմն կարելի է դուրս գալ, ուրախանում է տնային մուկը։ Դու քույրիկս բնի մոտ մնա, իսկ ես ուտելիքը կբերեմ այստեղ։ Դե դու էլ կտանես քո բույնը։ Բայց հազիվ էր տնային մուկը մի քայլ արել, երբ կատուն թռավ ուղիղ նրա վրա։ Լավ էր, որ հասցրեց փախչել բույն մտնել, թե չէ վերջը կտար։ Ոչինչ, բան չկա, հանգստացնում էր դաշտային մկանը տնային մուկը։ Այստեղ չհաջողվեց, հիմա մառան կգնանք, խոզապուխտ ուտենք։ Գնում են նրանք մառան, իսկ այստեղ դարձյալ անհաջողություն։ Տանտերը դուռը բաց է անում և նրա շունը հարձակվում է քույրիկների վրա։ Հենց որ այս բոլորը տեսնում է դաշտամուկը, իսկույն որոշում է վերադառնալ իր տունը։ Ասում է. ավելի լավ է ծլած հատիկ ուտել, բայց վախից չդողալ, քան աղայավարի ուտել ու կաշվի համար էլ դողալ։ Ես իմ հատիկը ինքս եմ հավաքում, իսկ դու շարունակ նայում ես, թե ուրիշի բարիքը ոնց փախցնես։ Չէ, ես գնացի, մնաս բարով։